Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ Արցախի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Մելիքյան, մենք հատկապես այս վերջի շրջանում, տեսնում ենք, որ անխտիր կարծես արդեն ոչ սև կա, ոչ սպիտակ կա, իրենց ասած այս իշխանությունների ումը որ պատահի տարբեր առիթներով մի ինչ որ բան գտնում են եւ փորձում են անազատության մեջ պահել, չհաշված այն քաղբանտարկյալները, ովքեր որ գործեր են հարուցված, նաեւ կանանց ուժեղ Հայաստանից այդպես փորձեցին տանել ընտրակաշարքի անվան տակ։ Ուզում հասկանալ այս վախերը իշխանության ուրա հասցնելու, որովհետև ամսից եւ կես ինչ որ վիճակ է մնացել ընտրություններին եւ այս մարդիկ որոշել են կարծես ինչ անեն։ Այն մարդիկ, ովքեր որ իրենց համարում են, որ ընտրություններում գուցե կարող են հաղթել, այդ մարդկանց պետքա բոլորին ձերբակալեն։ Մի քանի ելակետային տվյալներ պետք է հիմք ընդունենք։ Առաջինը այն, որ գործ ունենք մարդկանց հետ, ում համար իշխանությունը ամեն ինչ է։ Եվ կյանքից թանկ է։ Այդ մարդկանցից սпасելի է ամեն ինչ։ Երկրորդ ելակետային տվյալն այն է, որ նրանք օգտվում են կարևոր կենտրոնների, դեռևս օգտվում են կարևոր կենտրոնների աջակցությունից, թեև այդ կենտրոնները գրանցում են այն ամենը, ինչ որ այստեղ կատարվում է, ես դրանում ուղղակի վստահ եմ։ Սանձող բան չկա այսինքն որևէ մեկը։ Դա Եվրոպան է, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, ինչպես նաև նրանք օգտվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի արդեն բացահայտ եւ անվերապահ աջակցությունից, ասենք այն բոլոր մարդիկ, ովքեր որ ձայն են տալու այդ ուժին, ուղիղ ձայն են տալու Իլհամ Ալիևին։ Սա մաթեմատիկական ճշգրտությամբ կարելի է արձանագրել։ Եվ այս պայմաններում նրանց վարքագիծը բնական է։ Այո ապօրինի է, այո անընդունելի է, բայց բնական է։ Եվ հիմա ուզում հասկանալ, մենք ունենք թիվ, քանակ, հաշվարկ, թե քանի քաղբանտարկյալ ունենք Հայաստանում։ Այս պահին քաղբանտարկյալների թիվը շատ մեծ չէ։ Համեմատած օրինակ 2 ամիս առաջվա տվյալների հետ, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև քաղաքական հետապնդումները միայն քաղբանտարկյալների թվով չի, որ պետք է չափել, այլ նրանով, որ անընդհատ ակնհայտ ապօրինի մարդկանց անհանգստացնում են, թեկուզ մեկ օր պահելն հետո բաց թողնեն եւ այլն։ Եկեք փորձենք հաշվել։ Բանտերի մասով, այսինքն առանձնացնենք բանտում գտնվող քաղբանտարկյալներին եւ տնային կալանքի ներքո գտնվող, այս պահին Բագրատ Սրբազանն է բանտում, Աշոտ Մինասյանն է բանտում, Գյումրու քաղաքապետն է բանտում, տնային կալանքի ներքո Միքայել Սրբազանն է, 3 ձերբակալված ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին նույնպես պետք է քաղաքական բանտարկյալ որակել առնվազն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ուղիղ եթերում մարդկանց խոստումներ է տալիս եւ դա ընտրակաշարք է համարվում եւ դա կիրառված նորմ է եւ այդ խոստումները ընդունվում են, այլ ճիշտ նրանք են նախաձեռնում, այլ խոստում են տալիս։ Եվ դա որևէ հետևանք չի առաջացնում, դա նշանակում է խտրական մոտեցում եւ դա նշանակում է քաղաքական հետապնդում դասական սահմանումների ներքո։ Այսպիսով առնվազն 5 տնային կալանավոր երեկվա դեպքով կարող ենք հաշվել, տնային կալանքի ներքո են 18 արդարների գործով 3 անձ, պատգամավոր Արտուր Սարգսյանը, Դաշնակցությունից Իգոր Սարգսյանը եւ տղաներից եւս մեկը։ Նայ տնային կալանք 18-ամյա չէ, ազատ արձակվեց, ոչ թե վերջնականապես չի գործը մտել է դատարան, շուտով դատականից լինելու ոչ, բացակայելու արգելք կապահովման միջոցի ներքո, բայց տեսեք դա լավ օրինակ է, որ քրեական հետապնդումը շարունակվում է։ Տեսեք 20, հիմա ասեմ ինչքան, 3 շաբթի օրն էր, 16 օր մարդուն պահեցին անազատության, երեխային պահեցին անազատության մեջ, իդեպ նաև փաստացի զրկեցին այդ ընթացքում
հոգևորականի հետ հանդիպումից, իր դեպքում դա առանձնահատուկ նշանակություն ուներ, որտեղ մենք գործ ունենք ուղիղ եկեղեցու հետ շատ մեծ սերտ էլ չասեմ, որ այդտեղից էլ հա եւ իդեպ այստեղ ես փորձում եմ չչափազանցնել եւ արդար լինել այս նման բոլոր հարցերում, այստեղ ես քնչականի մեղքը ամենամեծը չէի համարի այդ հարցում, այլ հարցեր առաջացան, այս պահին դեռ չխոսենք դրա մասին, կարծում եմ շուտով ժամանակը կլինի եւ հանրությունը ավելի մանրամասն կտեղեկանա, ավելի համակարգային հարցեր առաջացան, բայց փաստը մնում է փաստ, որ համենայն դեպս 4 օր առաջ այս միջնորդություն ներկայացրեցի, որտեղ մինչ այդ այլ ճանապարհ կար եւ այդպես էլ միջնորդությունը անգամ քննարկման առարկա չդառավ մինչև ազատ արձակելը։ Դե ազատ արձակելուց հետո նորմալ է։ Մի խոսքով, արդեն մենք այսինքն ազատ արձակելուց հետո միջնորդությունից դարձավ արդեն առարկայազուրկ։ Եվ բազմաթիվ այլ օրինակներ, չգիտեմ, եկեք հիշենք Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան։ Հիմա տղաները այո, հա, Վազգենին մոռացանք, Վազգենն էլ տնային կալանքի տակ, ոնց մոռացանք Վազգենին։ Նարեկ Սամսոնյանը օրինակ վարչական հսկողության ներքո է, նա ըստ էության տեղաշարժման ազատությունը նրա բացառապես Հայաստանի սահմաններով է սահմանափակված, բայց Նարեկը եւ նաեւ Վազգենը հրապարակային խոսքի բացարձակ արգելքի ներքո են, բացարձակ արգելքի։ Այսինքն նրանք ոչ միայն իրավունք չունեն հանդես գան եթերում, իրենց իմնեմնեմի վարեն կամ որևէ այլ եթերով, այլ անգամ գրավոր խոսքով իրավունք չունեն հանդես գալ։ Որոշակի տեղաշարժման ազատությունը տեղաշարժման ազատության սահմանափակումը կիրառված Արշակ Սրբազանի նկատմամբ։ Արշակ Սրբազանը վաղ շաբաթ խոշորացված համայնքի տարածքը լքել չի կարող, օրեր առաջ էլ անգամ դատախազը միջնորդեց վերականգնել բանտային կալանքը, դատարանը նույնը թողեց, այդ թվում նաև նշված սահմանափակումը, որը ինչպես դատարանում պնդեցի, հիմա էլ են պնդում բացարձակապես անհասկանալի եւ գործի հանգամանքների հետ կապ չունեցող մեր համար այդպես էլ հասկանալի չդարձավ դրա տրամաբանությունը որն է, որ վաղաշաբաթ համայնքի տարածքը չլքի։ Որոշակի սահմանափակումներ են կիրառված Կրտիչ Սրբազանի նկատմամբ շփվելու իր իսկ ենթակայության ներքո գտնվող քահանաների հետ այցելելու ուրեմն առաջնորդարան տնային կալանքի ներքո են շարունակում մնալ Վեհապար Հայրապետի եղբայրը եւ եղբոր-որդին ակնհայտ բացահայտ միանշանակ քաղաքական գործով։ Պարոն Մելիքյան, այս պահին այսքանը նշենք, բայց նորից ասեմ, գործերը շարունակվում են։ Բայց կան մարդիկ, ովքեր որ մենք չենք ճանաչում, չէ՞, իրենք հարավի մարդիկ չեն։ Այո, շատ են այդպիսի մարդիկ։ Ես օրինակ անցյալ տարի այդպիսի մի դեպքի մասին խոսեցի։ Մարդուն, որտեղ ինձ դիմել էր այն ժամանակ, երբ արդեն Արաչյանի դատավճիռը կար։ Օգտեցի, բողոքարկեցինք, վերաքննիչ վճռաբեկ ուժի մեջ մտավ, եկան 2 ամսով տարան արդեն պատիժը կրելու։ Կիրառվել էր կարճաժամկետը, ազատազրկում, պատժա տեսակը 2 ամիս ժամկետով։ Շատ են նման դեպքերը։ Ուսումնասիրում ենք, տեսնում ենք տուգանքներ, ազատազրկումներ եւ այլն։ Ուզում եի, տեսեք, մարդիկ հաճախ մոռանում են այն գործերը, որոնք որ այդ պահին սրությունը կորցրել են։ Ասենք ինչ որ մեկը բանտային կալանքի տակ չի։ Հիմնականում մարդիկ ուշադրություն են դարձնում այն գործերին, որոնց շրջանակներում որևէ մեկը հայտնի մարդ լինի, անհայտ մարդ լինի, անազատության մեջ է։ Ավելի ճիշտ բանտային կալանքի բանտում է։ Բանտային կալանքի ներքո է։ Երբ որ մի փոքր ազատության ծավալը մեծանում է, այսինքն տնային կալանքի ներքո է լինում, որը շատ քիչ է տարբերվում բանտային կալանքից, ես նկատել եմ, որ շուրջ 10 անգամ հանրային հետաքրքրությունը նվազում է։ Թեև սահմանափակումների ծավալը հաստատ 10 անգամ չի, որ քիչ է, ասենք օրինակ կարող է 2 անգամ քիչ լինել։ Բայց հանրային հետաքրքրությունը նվազում է։ Դե իսկ արդեն եթե վարչական հսկողությունը եւ այլն հետաքրքրությունը շեշտակի է նվազում։ Հիմա օրինակ, ով է հիշում, այդ ակրկերը դուք կհիշեք թե չէ։ Ես հերվից կամ ով է հիշում ամենահին գործը, պատմության ուսուցչի գործը։ Հա, հիշում եմ, բայց ինչ որ մեկ էլ հիշում եք, չէ՞։ Ինչ ճակատագիր ունեցել։ Իսկ դուք գիտեք, որ պատմության ուսուցչի գործը դեռ ողջ է։ 2023 թվականի ապրիլի 27-ին կայացվել էր արդարացման դատական ակտ վերաքննիչ դատարանի կողմից։ 23 թվականի, 3 տարի առաջ։ Գործը վերաբերում էր 21 թվականին։ Դա բողոքարկվել էր
գլխավոր դատախազի տեղակալի կողմից, վարույթ էր ընդունվել վճռաբեկ դատարանի կողմից եւ 2 տարի ու կես մոտավորապես ձենձուն չկար։ Դու պատկերացնում եք մարդը շաբաթը մեկ ինձ զանգում էր այդ մարդը։ Ու զանգում է։ Ինչ կա իմ գործից, ինչ կա այդ գործից։ Ես գիտեմ իրականում, որ վճռաբեկ դատարանը քրեական պալատը, ուզում եմ ընդգծեմ քրեական պալատը, այնտեղ ասենք հակակոռուպցիոն պալատը ծանրաբեռնված չի, բայց քրեական պալատը ես գիտեմ, որ ծանրաբեռնված է։ Բայց դե չգիտեմ, 2.5 տարին դա նորմալ է արդարացման դատական ակտի ներքո գտնվող մարդու համար, որը որ վերջապես ուզում է հասկանալ, նա վերջնական արդարացվեց թե չարդարացվեց։ Հիմա բառացիորեն 3 ես ստացա վճռաբեկ դատարանից գրություն եւ լավ է որ այս պրակտիկան են որդեգրել, որ նախապես են ասում, որ ապրիլի 23-ին կլինի դատական ակտ այդ գործով։ Գոնե այս մի շաբաթը Հակոբի հետ Հակոբը շաբաթը մեկ չի զանգի, այսպես ասած, արդեն իմացանք, որ ամսի 23-ին է դատական ակտը լինելու։ Այսինքն տեսեք, մարդիկ վաղուց էին մոռացել այս գործի մասին։ Որ ասեմ, ստրայք բոլի գործը։ Դատական նիստեր են, վարչական հսկողության ներքո են։ Թեև բողոքարկվել է գործնել վերաքննչում է, չգիտենք ինչ կլինի։ Տատիկների գործը գյուղի էլի ընթացքի մեջ է։ Մարդիկ մոռանում են, բայց այդ գործը մենք շարունակում ենք տանել։ Հա, որովհետև ամեն օր մեր երկրում բանա տեղի ունենում, եթե ոչ։ Այդ ամեն օր տեղի ունեցածը մի քանի օր, երբեմն գուցե 10 օր, 15 օր հանրային ուշադրության կենտրոնում է լինում, հետո մարդիկ մոռանում են, բայց փաստաբանները, իրավապաշտպանները տարիներով այդ գործերով զբաղվում են, տարիներով։ Ով է հիշում հիմա, այսինքն ոչ թե ով է հիշում, այլ հիշեցնեմ, որ դեռ սրբազան շարժման ժամանակից 2 ծավալուն քրեական գործեր կային։ Մեկը հունիսի 12-ի դեպքերով ազգային ժողովի դիմաց այն, որ կիրառեցին համապատասխան արգելված միջոցներ, մարդիկ վիրավորվեցին լուսաձայնային, բայց 16 անձի էլ մեղադրանք են առաջադրել եւ շարունակվում է վարույթը վարչական հսկողության ներքո են այդ մարդիկ։ Դրանից առաջ մայիսի 30-ին արտգործնախարարության դիմաց էլի քրեական գործ, արդարացման դատական ակտ, վերաքննիչը բեկանել հետեր ուղարկել։ Այսինքն սենց վիճակներ կան, այսինքն տասնյակ ու տասնյակ գործեր կան, եւ երբ մենք խոսում ենք քաղբանտարկյալների մասին, միայն քաղբանտարկյալները չի, որ չափանիշ են։ Մեր գործընկերներից Կարենն Վրթանեսյան առաջի անգամ իր մոտ եմ կարդացել, երբ ինքը բերեց այն ռեպրեսիվ մեքենան, այն ռեպրեսիվ ռեժիմների կողմից սիրված էս վերջերս հատկապես սիրված այդ smart ռեժիմների էլի, որ ասես կացնային ռեժիմներ չեն էլի, այն մեթոդը, որը կոչվում էր պտա դռներ, չէ՞, չգիտեմ ոնց որ այդպես են կոչվում, այսինքն մեկին թողնում են, մեկին բռնում են, մեկին թողնում են, մեկին բռնում են, միշտ ինչ որ քաղբանտարկյալների քանակ կա եւ միշտ մենք կարող ենք ասել, որ ռեժիմը զերծ չէ քաղաքական հետապնդումներից։ Քաղաքական հետապնդումների մասին խոսելիս պետք է չմոռանանք, որ բոլորս, ովքեր որ որոշակի ինդիմադիր հայացքներ ունեն, վստահաբար ապօրինի կախտալսվում են, հետևում են իրենց եւ այլն, չէ, իրավունքների սահմանափակում։ Այսինքն եթե թիրախավորեն մեկին, իրանք անպայման մի բան կգտնեն։ Դե գտնելն էլ է հարց։ Հիմա մի բան գտնելը ո՞րն է։ Այսինքն ինչ ենք մենք հասկանում մի բան գտնել ասելով։ Ես կարաչարկեի ալմեղության կանխավարկածից ելնելով ոչ թե այդպես ձևակերպենք, այլ ձևակերպենք մի բան կսարքեն։ Դա իրական է թե իրական չէ, չենք կարող իմանալ, բայց այն ինչ որ իրանք հանրությանը ներկայացնում են, մեղմ ասած, շատ համոզիչ չի։ Վերջի դեպքերի մասին եմ ուզում էլի, այս մասով անդրադառնամ, որ Բաղրատ Սրբազանի գործը մեր բոլորիս աչքի առաջ է, այսինքն ինչ արեցին։ Իրանք կիսատ պռատ, կտրտած, մոնտաժված տեսագրություններ դաշտ նետեցին, փաստաբանները տեղեկատվությանը չէին տիրապետում, իսկ այն մասով որ տիրապետում էին, օրենսդրական արգելքի ներքո էին, չէին կարող խոսել եւ ստացվում էր, որ նրանք մոտ 2 ամիս մենաշնոր ունեին հանրության կներեք ուղեղները լվալու։ Կեղծ սուտ տեղեկություններ, հիմա դա իր որպես հանրային վտանգավոր արարք, դա է ավելի հանրային վտանգավոր արարք, թե նա որ օրինակ ինչ որ մեկը ես դա չեմ արդարացնում, դա համարում եմ վատ բան, բայց
Էս իմ նկարագրածն է ավելի վտանգավոր, քան նա, որ չեմ արդարացնում, բայց ինչ որ գումար է տրվում, ինչ որ մարդկանց ենթադրաբար գալու ինչ որ հավաքների։ Մենք մինչև հիմա ունենք նման գործեր, սկսած 2022 թվականից։ Եվ գիտեք, Սահմանադրական դատարանը ապրիլի 14-ին պետք է որոշում կայացներ եւ մեծ հավանականությամբ հակասահմանադրական գոնե մասնակի ճանաչեր այդ դրույթը։ Դեռ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ այս քաղաքական գործի շարունակությունն էր սա։ Բայց մեկ էլ շատ տարօրինակ ձևով երկու շաբաթով հետաձգեց, որը շատ ձեռնտու էր իշխանությունների։ Ինչու՞։ Մի խոսքով։ Պարոն Մելիքյան, լավ, ասենք մարդուն տարան բռնեցին 2 ամիս, հետո ինչ որ ժամանակ անց արդարացվում է այդ մարդը։ Բայց այդ մարդը անցնում է ինչ որ կտանքների միջով։ Մենք չգիտենք, հա, ներսում ինչա կատարվում, տանում են ոստիկանություն, տանում են քննչական, մենք նաև նախատիպը ունենք, թե ինչերի միջով են կարող այդ մարդիկ անցնել։ Եվ այդ մարդը արդարացվեց, այդ ճակատագիրը, չէ՞, մարդկային ճակատագիրը, ով է պատասխան տալու այդ մարդու հոգեբանական բռնաճնշումները կամ այն ինչ որ ինքը ապրել է։ Մենք ունենք մեր օրենսդրությամբ նման մեխանիզմ, որ դիմեն ֆինանսական փոխհատուցում ստանան, Նո երբեմն գործադրվում է։ Ֆինանսական ստացան, բայց մարդը ինքը մսից եւ արյունից չէ։ Դրա համար ես մեր 5 իրավապաշտպաններից վարազդատ չնայած մեր բոլորի կարծիքն է սա, անընդհատ դրա մասին խոսում եւ ես կուզեի տեսնել ընդդիմադիր ուժերի ծրագրերում այն դրույթը, որ իշխանապողությունից հետո այս բոլոր մարդիկ լուրջ փոխհատուցման պետք է ենթարկվեն, ոչ թե այն կոպեկները, որը նախատեսված է իմ ասած օրենքով, լուրջ փոխհատուցում պետք է լինի, հոգեբանական աշխատանք պետք է լինի, սոցիալական աշխատանք պետք է լինի եւ այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենց այս տանջանքները, որոնք որ ուղղակի քաղաքական ինչ որ ուժի իրենց աթոռից կպած լինելով են պայմանավորված ուրիշ ոչինչ, պետք է ունենա իրենց բոլոր տեսակի հետևանքները։ Հանրությունը պետք է ճանաչի այդ մարդկանց, պետք է հարգանքով վերաբերվի այդ մարդկանց։ Գոնե հանրային պարսավանքը գոնե իմանան, հա, պետք է այն մարդիկ, ովքեր որ դա կատարել են, արդար դատարանի կողմից, սա ուզում եմ հատուկ շեշտել, պետք է կանչվեն դատարան եւ պետք է պատասխանատվության կանչվեն դատարաններ, պետք է պարզի մեղքի աշճանը եւ այլն։ Այսինքն սա մեր ակնկալիքն է ընդդիմադիր քաղաքական ուժերից։ Ես այս պայդրությամբ դեռ չգիտեմ որևէ ուժ նման դրույթ նախատեսել է իր ծրագրում թե ոչ, բայց մենք սա շատ կարևորում ենք իրավապաշտպանական տեսանկյունից։ Բայց կարևորը Նիկոլը իր նախընտրական ծրագրում տեսնում ենք կաթողիկոսին, այսինքն հոգևոր առաջնորդի հետ կապված, որ պետքա դադարեցնել իր ծառայությունները, ես մեղմ եմ ասում, իսկապես մենք գիտենք դա, որ վերաբերում է ոչ թե անձին, այլ կոնկրետ ինստիտուտին, հա, եւ նաեւ կուզենայի անդրադառնայինք այն թեմային, որ այս մարդը, քանի որ իշխանությունը հասկանում ենք, որ իշխանությունն է, բայց տեսեք լրագրողներ են տուժել, բռնության են ենթարկվել այդ մարդկանց կողմից, իշխանությանը հարող մարդկանց կողմից, եւ այդ մարդիկ որևէ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Նույն եկեղեցում, հա, մարդը մտավ, սադրեց, երեխեքին տարան բռնեցին, ես հասկանում եմ, որ երիտասարդների ուժը ինքը շատ լավ հասկանում է դա ինչի մասին է, որոշեց երիտասարդների ողնաշարը նաև այդ կերպով հա կոտրել, բայց այդ վախի մթնոլորտը ինչու այդ հակասական վիճակները ստեղծվում են, իշխանությանը ամեն ինչ կարելի է, անդիմությանը ոչ։ Շատ կներեք, եթե իշխանությունը մեր լիներ իրավական արժեքները հարգող, ժողովրդավարական արժեքները հարգող, մենք ամեն մեկս մեր գործով կզբաղվեր։ Ես օրինակ առիթ չէ ունենա իրավապաշտպանությամբ զբաղվելու։ Լավ, բայց դատավորները հետո չեն մտածում, ինչու են արժեզրկում դատական իշխանությունը։ Գիտեք ինչ, ես օրինակ այդ մոտեցման կողմնակից չեմ, որ անդադ ասեմ, դուք վաղը միսօր պատասխանատվության եք ենթարկվելու եւ այլն։ Պետք չէ ասել, պետք է ուղղակի ծրագրել քաղաքական ուժերի կողմից, որ մենք SSS միջոցառումները ձեռնարկելու ենք, մենք քննարկման առարկա ենք դարձնելու սա։ Բազմաթիվ ձևեր կան, սկսած ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներից վերջացրած օրենսդրական համապատասխան փոփոխություններով նոր կառույցներ ձևավորելու հնարավորությունից իրենց ձևավորած արհեստական կառույցների փոխարեն։ Այսինքն տարբերակներ շատ կան, բայց սա պետք է քաղաքական մակարդակ բերվի այս հարցը, որը ես այս պահի դրությամբ համենայն դեպս շատ չեմ տեսնում, որ դա քաղաքական բարձր մակարդակի է բերված։ Եվ մի բան էլ ասեմ,
Ամեն դեպքում մենք առնվազն 2020 թվականից հիշում ենք, որ անդադ շատ մարդիկ ասում են, ես իդեպ այդ մարդկանց թվին չեմ դասվել, որտեվ ես չեմ սիրել նորից ասել, վաղը մյուս օր դուք անպայման, բայց 20 թվականից ինչ որ մարդիկ անդադ ասում են, հեսա շուտով դուք պատասխանատվության եք ենթարկվելու, անցավ 6 տարի։ Եվ այն մարդիկ, ովքեր որ այդ այլանդակություններին դիմում են, նրանք էլ կարող են ասել, բայց իսկ ով է ասում, որ մենք պատասխանատվության ենք, իսկ ով է ասում, որ ինչ որ մի օր Հայաստանում իշխանությունը փոխվել է։ Օրինակ, կարող են այդպես մտածել։ Ես այդպես չեմ մտածում, ես դա սխալ մտածողություն եմ համարում, բայց փորձը այն է, որ 6 տարի անընդհատ Նիկոլ չկա, բայց պարզվեց Նիկոլ կար։ Այո։ Եվ պարոն Մելիքյան, ես կուզենայի նաև անդրադառնանք ոչ միայն իրավական եւ օրենքների սահմաններում, նաև որպես քաղաքացի։ Հիմա ընտրություններ են մոտենում, 2 ամիս էլ չմնաց, բայց այս իշխանությունը, որը մենք հնարավոր եւ անհնարին մեր երևակայության մեջ էլ չէր տեղավորվի ինչերի են ընդունակ, բայց մենք տեսանք ինչերի են այս մարդիկ։ Հələ ինձ թվում է դա դեռ այո։ Այն որ անդադ ասում են էլ բեթարից ազատել, այդ բեթարը կա, մի անկյունում դրած է։ Հիմա այս մարդը հայտարարում է, որ ես եմ որոշելու, թե ովքեր պետքա ընտրություններում շեմը հաղթահարեն։ Ինք Հայաստան դաշինքի անունն է տալիս, ուժեղ Հայաստանի անունն է տալիս։ Եվ այս մարդը ինչ խոսում է ամենօրյա ռեժիմով, հանցագործության մասին հաղորդում ինքը իր նկատմամբ տալիս է։ Եվ եթե մենք դա գումարենք իրար, ես չգիտեմ, այս սենյակի չափ գուցե Ախրատու ջան, մարդը Արցախը դավաճանել հանձնել։ Մենք իրան որպես այդպեսին ոնց կարող ենք պատասխանատվության, թե իշխանությունը պիտի փոխվի պարտադիր նոր։ Չէ, դե առանց իշխանությունը փոխելու իր կողմից նշանակված մարդիկ իրեն պետք է պատասխանատվության կանչեն։ Նորից եմ ասում, եթե այդպես լիներ, ուրեմն մենք ժողովրդավարական երկիր կունենայինք եւ իրավապաշտպանների կարիք էլ չէր լինի, լրագրությունը ու այլ ուղղվածություն կունենար։ Ես կզբաղվեի, չգիտեմ, երևի ավելի շատ դասախոսական աշխատանքով, այդ մյուս ընկերներս մեկը փաստաբանը։ Այս մապահեց դա էլ ապացուցում է, որ այն որ մենք դա ցավոք սրտի ապացուցում է, որ մենք ճիշտ ենք, որ մենք գործ ունենք բռնակալության ձգտող ռեժիմի հետ։ Ես նույնիսկ կանվանեի ֆաշիստական ռեժիմի հետ։ Ֆաշիստական ռեժիմ կանվանեի, որտեղ այսօր տեսա ասում էր ով որ ձենտա այն քաղաքացիներին մոտարապես է տեր միտքը, այլ մյուս ուժերին նրանք շուն ու շանգյալ են։ Իսկն մեզ մեկը ինձ, որովհետև ես վստահաբար ընդդիմադիր անպայման գնալու եմ ընտրության եւ կոչ եմ անում բոլորին գնալ ընտրության։ Անպայման ընտրելու եմ ընդդիմադիր ուժի, որին հավանում եմ ընդդիմադիր, այսինքն այն ուժին, որին ես համարում եմ անկեղծ ընդդիմադիր եւ խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել եւ ընտրելու եմ պարտադիր այն ուժի, որի անցողիկ լինելու հանգամանքը այդ պահի դրությամբ կասկած չի հարուցի։ Դրա համար հիմա չեմ որոշել, որովհետեւ դեռ ժամանակ կա, պետք է հասկանանք, թե ով է կարողանում հատկապես այս ընթացքում դիրքերը ամրապնդել եւ այլն եւ այլն, որը որ հնարավորինս կասկած չի հարուցի։ Այս 3 չափանիշներով ես ընտրություն եմ իրականացնելու եւ տարբերակների մեջ մտնում է նաեւ իր կողմից թվարկված ուժ, այսինքն ինձ այդ մարդը ասում է շուն ուշանգյալ։ Ինձ եւ հազարավոր ու տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների։ Եվ սա ասում է պետության ղեկավար, եւ սա ասում է մարդ, որին գալու են PR աջակցություն հայտնելու Եվրոպայի լիդերները։ Հիմա հարց եմ տալիս, ռետորական հարց եմ տալի։ Այդ ռեժիմներն են ավելի արդար, թե այաթոլլաների ռեժիմն է ավելի արդար։ Տեսեք, ինչ հարց եմ։ Իսկն կարող է առաջի աչքից սառացնցող լինի, բայց ո՞րն է ավելի արդար։ Որ դուք ժողովրդավարությունից եք խոսում, բայց ձեր շունիկը մեզ է շուն ասում, թող ինքն էլ այդ բառը լսի։ Իրեն պահում է ոչ ժողովրդավարական ձևով, լավ էսպես մեղմ ձևակերպեմ։ Թե այն մարդիկ, որոնք ուղիղ ասում են, որ մեր ժողովրդավարությունը այսպեսին է։ Չի կարելի այս անել, չի կարելի այն անել, ոչ թե սահմանադրության եւ օրենքների մեջ գրում են կարելի է, բայց պարզվում է, որ կարելի է միայն իրենց աջակիցներին։ Որն է ավելի արդար։ Դրա համար ես կարծում եմ, որ սա ոչ միայն այս ընտրությունները բեկումնային եւ վճռորոշ են, թե ազգային հարցերում, որ ակնհայտ է։ Դվես մարդիկ ուղիղ Ադրբեջանի կամակատարներն են, դա ակնհայտ է։ Ոչ միայն ազգային, այլ նաեւ ժողովրդավարական հարցերում։ Դե ես իրականում ժողովրդավարության անկեղծ ջատագով եմ եւ ես մեծ ցավ եմ ապրում այսօրվա ժողովրդավարության պահապանների երկերեսանությամբ։
Եվ նաև նախորդ օրը տեսանք ազգային ժողովում ընդդիմադիր կողմին էր հեռախոսով նկարում, ինչի համար էր նկարում, եթե դա անհասկանալի է։ Եվ պարոն Մելիքյան, նաև կուզենամ հասկանալ, եթե Աստված իհարկե ոչ անի, այս ընտրություններում իրենք այնքան վստահ են խոսում, որ արդեն մենք հաղթել ենք, հա, իրենք այդպես էլ հայտարարում են, որ մենք հաղթել ենք։ Եթե կրկին Նիկոլը վերարտադրվում է եւ նորից ազգային ժողովում տեսնում ենք այլ ավելի խայտարակ մի իրավիճակ, որը տանձի այդ գնդակի պարագայում ով ոնց ուզել կարողացել է, հա, այս 5 տարվա մեջ նա դուրս է եկել ասլա քաչալշուն, նրան մենք ոչ տեսել ենք այնտեղ օրենքներ են մշակվում, ոչ օրենքներ են գրվում, ոչ մի բան, այսինքն նույնիսկ խենթանոց չի եղել, հա, բայց ամեն դեպքում եթե ընտրվում է, մենք ինչ ենք անելու, որտեղ այս մարդը ասում է սահմանադրությունն են փոխելու նաև։ Եկեք ամեն ինչ անենք, որ չընտրվի, մենք որպես քաղաքացի, որպես քաղաքական, ես ովքեր որ քաղաքական process-ի մեջ են, ես չեմ կորցնում իմ հույսը եւ հավատը, որ մեզ հաջողվելու է այս չարիքից ձերբազատվել։ Դրա համար չեմ ուղեղս ծանրաբեռնում, այն ավելի ծանր ուժս կինոներ չեմ սիրում ես մի խոսքով էլի, մի հատ տեսնենք ինչ է լինում, հետո այն որ դրանից հետո շատ ավելի ծանր օրեր են մեզ սպասում, դա ակնհայտ է, բայց դետալների մեջ մտնել այս պահին ես չեմ ցանկանում։ Եվ կա մի բան, պարոն Մելիքյան, այս մարդը նաև վարկաբեկում է, այն մարդիկ, ովքեր օրինակ Սրբազանի պարագայում, հա, Արշակ Սրբազանի պարագայում, այդ կեղծ վիդեոները, որ հայտնվեցին, իր ընտրազանգվածի մոտ էլ ավելի տպավորություն ստացեց այնպեսին, որ տեսեք եկեղեցին այս մարդկանցով է ողողված եւ հիմա մեկ ինչքան էլ որ արդարացվեց այդ մարդը եւ ասեց, որ հնարովի ձևով սարքած էր այդ վիդեոները։ Այդ մարդկանց մոտ մեկ տպավորություն ստացվեց այնպեսին, որ եկեղեցականները բոլորը այդպեսին են, եւ այո, եկեղեցին պետք է քանդել։ Ահա։ Դա Գեբելսյան քարոզչության դասական դրսևորում է։ Մենք հասկանում ենք, որ դա Սարքովի հնարովի բոլոր միջոցները կիրառել են, բայց այն մարդկանց ինքը փորձում է պահել, հա, ուշադրության կենտրոնում։ Ես դրա մասին շատ եմ մտածել եւ ես կարծում եմ պետքա լինի, ինչպես Գերմանիայում եղավ դենացիֆիկացիա, Հայաստանում պետքա դենիկոլիզացիայի շատ լուրջ ծրագիր իրականացվի եւ այն մարդիկ, ովքեր որ վարակված են այդ չարիքով, այսինքն այդ ինչ նկատի ունեմ, կեղծիկով, ստով, մանիպուլյացիաներով մարդկանց ուղեղները լվացված են, մարդիկ հատկապես այն մարդիկ, ովքեր որ մեդիա գրագիտության խնդիր ունեն եւ այլն, նրանք զրկված են գնահատելու իր, այսինքն օրինակ մարդիկ կան, ասում են թերթում գրածա, ուրեմն ճիշտ է, չէ՞, խորհրդային տարին, այդ նույն տրամաբանության մեջ էլ իրանք են աշխատում եւ այդ մարդկանց պետքա նորմալ, կրթական ծրագրերով բացատրել այս ամեն ինչի սուտ լինելը, կեղծ լինելը, չարիք լինելը, հակազգային լինելը, հակաիրավական լինելը, հակաժողովրդավարական լինելը։ Հուսանք, որ ամեն ինչ կփոխվի եւ նաեւ կուզենայի հասկանալ ընդդիմադիր կողմերի անելիքը, որը պետքա լինի այս փուլում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ամենայնիվ պարտվող վիճակում է եղել այս գոնե 8 տարվա մեջ։ Իրենք ոնց պետքա մարդկանց հորդորեն, որ գնան պարտադիր ընտրությունների։ Դա առաջի Չէ, տեսեք, այստեղ կարևորը հին եւ նոր ուժերի հարցը։ Օրինակ այն ուժերը, որոնք որ նախկինում խոստումներ են տվել որպես ընդդիմադիր եւ չեն կատարել իրենց խոստումները, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես են մարդկանց հետ աշխատելու, այսինքն ինչպես են փորձելու հիմնավորել իրենց անկարողությունը։ Դե ընդդիմադիրներից 5 տարի մեր կյանքից տարան, չէ՞։ Այո, բայց մենք նոր ուժեր ունենք, որոնք այդ խնդրեմը չունեն։ Այսինքն նրանք չի կարող ինչ-որ ընտրող գա, նա իրենց աչքի մեջ ասի, գիտեք ինչ, հարգելի, շատ սիրելի ընդդիմադիրներ, ես ձեզ վստահեցի, ձեզ զայն տվեցի, դուք չեք կատարել այն աշխատանքը, որ ես ձեզ հանձնարարել եմ։ Հիմա դուք գալիս եք պայմանագիրը երկարացնելու, որ ինչ։ Այդ իրավիճակում ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են, ուժեր կան նոր են ձևավորվել։ Իրանցից այդ հարց ու պատասխանը չկա։ Եվ ես տեսնում եմ օրինակ որոշակի դրական կողմեր նոր ուժերի մոտ հատկապես եւ բոլոր այն ուժերին, ովքեր որ իսկապես ունեն անցնելու պոտենցիալ, անկեղծորեն հաջողություն են մաղթում եւ իսկապես այս չարիքը հեռացնելու բանաձևը ես այդտեղ եմ տեսնում, որ մի քանի ընդդիմադիր ուժեր
կարողանան ավելի շատ ձայն հավաքել, քան ներկայիս իշխող քաղաքական ուժը։ Մենք պատրաստ ենք այն ինչին, որ Նիկոլը պատրաստ է, որտեղ մենք հասկանում ենք, չէ, ընտրություններից հետո Այն մարդիկ, ովքեր որ քաղաքական այսպես process-ի մեջ են, առաջի հերթին պետք է նրանք պատրաստ լինեն, հույս ունեն, որ պատրաստ են։ Հույս ունեն, որ պատրաստ են եւ իրենք են որտեղ դրոշը բարձրացրել։ Իրենք մեծագույն պատասխանատվություն են ստանձնել։ Եթե չի հաջողվում, նրանք 2021 թվի պես չի լինելու այդ, շատ մեղմ անցավ 21։ Ես կարծում եմ, որ հանրային պատասխանատվությունը այս անգամ շատ ավելի կոշտ է լինելու, բայց ես դրա մասին էլ չեմ մտածում։ Ես դրա մասին էլ չեմ մտածում, մարդիկ աշխատում են եւ ես հույս ունեմ, որ հաջողվելու է։ Եվ վերջում, հա, պարոն Մելիքյան, Նիկոլը անդադար վերջի շրջանում նաև հայտարարում է, որ ես դժգոհ եմ արդարադատությունից։ Ուրեմն հասկանում Նիկոլը ինչու է դժգոհ իր արդարադատությունից, ում որ ինքն է բերել եւ ինքն է թելադրում ով ինչ պիտի անի։ Դե երբեմն արդարացման դատական ակտեր են երևի լինում դիմադիրների հետ կապված, երևի ինքը ուզում էր Սենց համատարած իր ասածը լիներ եւ ինքը որոշել։ Ես մոտարապես սա եմ պատկերացնում, որ նա շարունակում է որոշ առումով խաղալ հին Նիկոլին։ Դիմադիր ինչ որ բան է, որտեղ ես էլ եմ դժգոհ, չի որ ես գոհ եմ ամեն ինչից, պարզ չի որ Նիկոլ Փաշինյանը խարդավանքների գրոսմաստեր է։ Իսկն ինքը այն մակարդակին, որ հասել է խարդավանքների մեջ, ուղղակի մարդկանց ճնշող մեծամասնությունը ի վիճակի չի անգամ դրա մասին մտածել, որտեղ դա բարոյականության եւ մարդկայնության տարական սկզբունքներին հակասող է։ Ուստի իր կողմից նման մանիպուլյացիաները, նման հայտարարությունները պետք է դիտարկել բացառապես իր բարձրակարգ խարդավանքների մասնագետ լինելու տրամաբանության մեջ։ Եվ լինել Նիկոլին ընդդիմադիր ուղղակի զավեշտ է։ Դե, չէ, հիմա մենք ունենք ընկերներ, որոնք որ պայքարի դրոշը բարձրացրել են, հա, նկատի ունեք Նիկոլից ազգային ժողովում, այո։ Հա, չէ, ազգային ժողովը ես շատ վաղուց ազգային ժողովի նիստեր ուղղակի չեմ նայում եւ դա ինձ համար Մենք մեր աշխատանքի բերում։ Դե դուք բայց ես կարծում եմ, որ շատ քչերն են դա նայում, որովհետեւ այնտեղ նույնիսկ դրայվ չկա։ Հանրային որևէ հետաքրքրություն ներկայացնող process չկա, էլի։ Եվ հիմա օրինակ հետադարձ կարգով որ նայում ենք ժամանակին, երբ որ ասում են պետք է մանդատները դնել, փաստարկ էր, դե չէ, հիմա նայում ենք, տեսնում ենք, որ դրանց լիներ գուցե ավելի լավ ճիշտ լիներ։ Այս մարդիկ այսքան ժամանակ որ ազգային ժողովում են ինչ։ Ասեմ ինչ, մի կարևոր բան ասեմ։ Նրանք իսկապես լավ են աշխատել որպես քաղաքական հետապնդումների, բանտերի այցելություններ եւ այլն, այս մասով հարց չկա։ Բայց ուրիշ որևէ պիտանիություն չեմ տեսնում, որտեղ ազգային ժողովի պատգամավորները հասանելիություն ունեն։ Հա, շատ դեպքերում իրենք էլ են ասում, որ նա այցելել է հանգամանքը, այո, բայց եթե այդ հանգամանքը արժեր մի նժարին, հա, արժեր այս քաղաքական process-ը, չգիտեմ, հա, չեմ կարող գնահատել։ Եվ այն տղան, որը թքել էր մեքենային, իր ճակատագիրն ինչ աղա, որովհետև դրա մասին ես ձեզնից իմացա եւ այդպես Դե արդեն լրագրողները դրա մասին գիտեին, ես գիտեմ, որ մեկ էլ լրագրողները եթե իրենց աղբյուրներին հղումանելով ինչ որ բան են հրապարակում, կեսը ճիշտ է լինում, ոչ թե դա վրան են սուտ, այլ ինչ որ նայած թե աղբյուրը որտեղից է գալի, դուք լավ գիտեք, որ դրա համար որոշեցի առաջին ձեռքից ոնց որ ասում են, տեղեկատվությունը տալ, որպեսզի հետո ինչ որ այլևայլ դրսևորումներ չստանա։ Դե այն ինչ որ ես ասել եմ։ Գործը այս պահին դեռ նախաքննության փուլում է, քննչական գործողություններ են կատարվել նաև մեր մասնակցությամբ։ Կարծում եք ոտակավորերս ավարտ կհայտնեն, այս գործներ կուղարկեն դատարան խուլիգանության հանցակազմով։ Մենք չենք ընդունել մեղքը, դա ուզում եմ հատուկ նշեմ, միևնույն ժամանակ թե պաշտպանյալս հայտարարել է, թե ընտանիքն է այդ կարծիքին, որ չպետք է այդ ոչ շատ քաղաքավարի միջոցին դիմել թքելու միջոցին։ Եվ ես էլ իմ կողմից եմ ասում, որ երևի թե մեր
երեխաները վատ օրինակ են վերցրել կոնկրետ ասենք Ալի Սիմոնյանից եւ դրա համար կոչ եմ անում Դե եթե իրենք են օրինակը, հա դա է ուխտերն են մեզնից անպակաս։ Շնորհակալ եմ ձեզ համբերություն, որովհետև ահռելի աշխատանք եք կատարում, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։